Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1492-րդ օրն է։ Նորությունները շատ են, կփորձեմ ձեզ ներկայացնել ամենակարևորը։ Լենինգրադի մարզը կրկին հարվածների տակ էր, այնտեղ գիշերը հարձակման է ենթարկվել մասնավորապես Կիրիշիի նավթավերամշակման գործարանը եւ թվում է թե այս տարածաշրջանում հարվածները կրելու են պարբերական բնույթ։ Միևնույն ժամանակ նախօրեին հարձակման ենթարկված Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգիստը շարունակում է այրվել, ինչը նշանակում է, որ այդ տարածաշրջանից ռուսական նավթի արտահանումը կասեցված է։ Ռուսաստանի նավթի արտահանման հզորությունների առնվազն 40%-ը կանգնեցվել է ուկրաինական դրոնների հարվածներից, խողովակաշարերի վրա հարձակումից եւ տանկերների կալանումից եւ խոցումներից հետո այս հանգույցները կրիտիկական դեր են խաղում արտահանման հոսքերի ապահովման գործում, կապելով ռուսական արտադրությունը հիմնական արտասահմանյան շուկաների հետ, դրանց մասնակի կամ ամբողջական ապակայունացումը անմիջական ազդեցություն է ունենում բեռնափոխադրումների ծավալների վրա։ Իրավիճակը ավելի լավ չէ նաև այլ տարածաշրջաններում, որտեղ հասցվել են ուկրաինական հարվածներ, դրոնների հարձակումներից հետո Նավառասիսկի ենթակառուցվածքները գործում են սահմանափակումներով, ըստ տրեյդերների տվյալների, այստեղ տերմինալների բեռնումը իրականացվում է պլանային ցուցանիշներից ցածր մակարդակով։ Մարտին հարվածի տակ են հայտնվել Ռուսաստանի արևմտյան բոլոր 3 խոշոր նավթային նավահանգիստները, խոսքը Սևծովում գտնվող Նավառասիսկի, ինչպես նաև Բալտիկ ծովի Պրիմորսկի եւ Ուստ-Լուգայի տերմինալների մասին է։ Ռուսաստանի համար իրավիճակը ել ավելի են բարդացնում եվրոպական ջրերում ռուսական մատակարարումների հետ կապված տանկերների կալանավորման եւ զավթման հաճախակի դեպքերը, ինչպես նաև խոցման։ Շուկայի մասնակիցների գնահատմամբ սա արդեն հանգեցրել է Մուրմանսկից արկտիկական նավթի արտահանման կրճատմանը օրական մոտ 300,000 բարելով։ Միևնույն ժամանակ բենզինի գների աճի ֆոնին ռուսական կառավարությունը կրկին դիտարկում է վառելիքի արտահանման լիակատար արգելքին վերադառնալու տարբերակը։ Կարծում եմ այս տեղեկատվությունը պետք է հետաքրքիր լինի նաև Հայաստանում, եթե որևէ մեկը դեռ հույս ունի ռուսական բենզինի վրա, ապա ավելի լավ է նախատեսել դիվերսիֆիկացման տարբերակներ, իսկ ավելի լավ է ընդհանրապես հրաժարվել ռուսական բենզինից, որովհետև ինչպես բազմիցս ասել եմ, Ռուսաստանին հասցվող հարվածները չեն պակասելու, միայն ավելանալու են։ Այսօր Թուրքիայի Սևծովյան ափին Բոսֆորի նեղուցի մոտակայքում հարձակման է ենթարկվել Ալտուրա նավթային տանկերը, նավը տեղափոխում էր ռուսական նավթ, հարվածի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն։ Նշվում է, որ ռուսական նավթով բեռնված թուրքական տանկերը Ստամբուլի մոտակայքում Սևծովում դարձել է դրոնի հարձակման թիրախ։ Հայտնի է, որ Ալտուրա տանկերը գտնվում է Մեծ Բրիտանիայի եւ Եվրոպական միության պատժամիջոցների ներքո, սակայն չի հայտնվել ամերիկյան տնտեսական սահմանափակումների ցանկում։ Թուրքական Haber-Deniz ծովային լրատվական պորտալի տվյալներով պայթյունի հետևանքով մեքենայական բաժանմունքը լցվել է ջրով, վնասված տանկերը այժմ շրջապատված է թուրքական 3 ռազմական նավերով, նաև մոտակայքում է գտնվում արտակարգ արձագանքման նավը, որը գտնվում է Թուրքիայի ափամերձ անվտանգության գլխավոր վարչության վերահսկողության տակ։ Այսպիսով Ուկրաինան վճռականություն է ցուցաբերում Ռուսաստանի նավթային արտահանումը ոչնչացնելու հարցում, իսկ Թուրքիայի ջրերում խոցելու փաստը, որը իմիջիայլոց առաջին անգամ չէ, իմ կարծիքով Հայաստանում արդեն շատերին է բացել պատկերը ուկրաինական այսօրվա ղեկավարության տրամադրությունների մասին։ Գիտեմ, որ ռուսական ռոպագանդան այլ պատկեր էր ներկայացնում Ուկրաինայի մասին հայկական տեղեկատվական դաշտում տարիներ շարունակ։ Հայաստանի հարևանների մոտ իրավիճակը շարունակում է շիկանալ, սակայն կան հուսադրող նորություններ կապված հակամարտության տևողության հետ։ Թրամփը ցանկանում է խուսափել Մերձավոր Արևելքում Իրանի դեմ երկարատև պատերազմից եւ ակնկալում է ավարտել ռազմական գործողությունները առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում։ Այս մասին գրում է Wall Street Journal-ը, հղում անելով ամերիկյան առաջնորդի վարչակազմի ինսայդերական տեղեկատվությանը։ Լրատվականի տվյալներով Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի դեմ պատերազմ մոտավորապես մինչև մայիս։ Բանն այն է, որ ըստ լրատվամիջոցների մայիսի 14-ից 15-ին հնարավոր է Չինաստանում Ամերիկայի նախագահը բանակցություններ վարի Չինաստանի ղեկավարի հետ։ Միևնույն ժամանակ վերջին շաբաթներին Իրանը լրացուցիչ բանակային ստորաբաժանումներ, ինչպես նաև հոփամակարգեր է տեղափոխել Խարկ կղզի, պատրաստվելով ամերիկյան հնարավոր գործողությանը։ Այդ կարևոր կղզին գրավելու համար, հայտնում է CNN-ը։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը նշել է, որ Ամերիկայի նախագահ Թրամփը նախընտրում է խաղաղություն Իրանի հետ, բայց պատրաստ է շարունակել ռազմական գործողությունները։ Նրա խոսքով Թրամփը բլեֆ չի անում, նա պատրաստ է դժոխք թափել նրանց գլխին, խոսքը իրանցիների մասին է։ Պատերազմի սկզբից ի վեր ամերիկյան զինվորականները ավելի քան 10,000 հարված են հասցրել Իրանի տարածքում գտնվող թիրախներին, այս մասին հայտնել է արդեն Ամերիկայի կենտրոնական հրամանատարության ղեկավար գեներալ Բրեդ Քուփերը, ով պատասխանատու է Մերձավոր Արևելքում իրականացվող գործողությունների համար։ Այս ամենը տեղի է ունենում Իրանին հասցվող շարունակական հարվածների եւ իրանցի բարձրաստիճան գեներալների ոչնչացման ֆոնին։ Այսօր տեղեկատվություն է տարածվել, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալի-Ռզա Թանկսիրին սպանվել է Բանդեր Աբասում իսրայելական հարվածի հետևանքով։ Ըստ վերջին հաղորդումների իսրայելական եւ ամերիկյան ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Իրանի մի քանի նահանգների օբյեկտներին, հիմնական թիրախն են դարձել ռազմական ենթակառուցվածքները եւ բարձրաստիճան հրամանատարները։ Բանդար Աբասում հարվածների հիմնական թիրախները կենտրոնացված են եղել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կանոնավոր բանակի ծովային եւ օդային հզորությունների վրա։ Լիկվիդացվել է թոփ ադմիրալը, ով պատասխանատու էր Հորմուզի նեղուցի փակման համար, ադմիրալ Ալի-Ռզա Թանկսիրին, ով հրամայում էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերին, զոհվել է իրանական Բանդեր Աբաս քաղաքում իրականացված ավիահարվածի հետևանքով։ Ֆիքսվել են հարվածներ զինամթերքի բունկերներին, որոնք ուղեկցվել են հզոր երկրորդային պայթյուններով Արտեշի 9-րդ մարտավարական ավիաբազայում։ Հարվածներ են հասցվել կորպուսի ռազմածովային ուժերի ծովային բրիգադի ստորաբաժանումների շտաբին եւ տեղակայման վայրերին, ինչպես նաեւ ենթակառուցվածքներին, նավաշինարանին եւ նավահանգստին, որոնք օգտագործվում են ռազմական մոտորանավակների եւ նավերի սպասարկման համար։ Իրանական աղբյուրները հաստատել են նաեւ կապի օբյեկտի ռադիոհաղորդիչի խոցումը։ Շիրազում հարված է հասցվել օդանավակայանին եւ հոբ բազային։ Շիրազից դուրս խոցվել է Իմամ Ջավադ հրթիռային բազան, կրկնակի հարվածներ են հասցվել ստորգետնյա թունելների մուտքերին եւ հրթիռների պահպանման բունկերներին։ Մաշհադում հարված է հասցվել Արտեշի 14-րդ մարտավարական ավիաբազային, որը գտնվում է միջազգային օդանավակայանի հարևանությամբ։ Ովքեր չգիտեն, ասեմ, որ Արտեշը դա Իրանի կանոնավոր բանակն է։ Իդեպ ադմիրալ Ալի-Ռզա Թանկսիրին միակ լիկվիդացված բարձրաստիճան սպան չէր։ Վերջին օրերին հաղորդվել է նաև այլ գործիչների սպանման մասին, ներառյալ բասիջ ուժերի ներկայացուցիչները։ Բացի այդ, մոնիտորինգային ալիքները հայտնում են Լորեստան նահանգում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օբյեկտներին հասցված հարվածների մասին, ինչպես նաև ըստ իրանական կողմի հայտարարությունների հարվածներ են հասցվել Սպահանին եւ Շիրազին։ Թեհրանը հայտնում է ենթակառուցվածքային օբյեկտների եւ բնակելի թաղամասերի խոցման մասին, ըստ երևույթին փորձելով հիմնավորել Իսրայելի խաղաղ բնակիչների դեմ իր հարվածները։ Ծանոթ մարտավարություն է, չէ՞։ Պուտինը նույնպես այդպես է վարվում։ Իդեպ կասետային զինամթերքով հարվածները մատնանշում են Իրանի հուսահատությունը, ինչպես Պուտինն է փորձում վրեժ լուծել շարքային ուկրաինացիներից իր ռազմական պարտությունների համար, այնպես էլ իրանական ռեժիմն է փորձում վրեժ խնդիր լինել շարքային իսրայելցիներից ռազմական ձախողումների ֆոնին։ Ըմբոստի իրենց մեկ հարվածը այնպես են PR-անում իրանական լրատվամիջոցները եւ նրանց սատարող ռուսական լրատվականները, որ տպավորություն է ստեղծում, թե Իրանը 1-10 առաջ է, բայց իրականում հակառակ պատկերն է։ Միևնույն ժամանակ տարածաշրջանում ակտիվացել է Թուրքիան, այդ երկրի արտգործնախարար Ֆիդանը հայտարարում է, որ Անկարան ստանձնում է մեր տարածաշրջանի խաղաղության եւ կայունության պատասխանատվությունը։ Սա միանգամայն Էրդողանի քաղաքականության ոգով է։ Իրանի հետ բանակցությունների մասին Թրամփի հայտարարությունների ֆոնին Անկարան բաց չի թողնում ինքնագովազդվելու հնարավորությունը։ Մինչդեռ արևմտյան հետախուզությունները պնդում են, որ Ռուսաստանը գտնվում է Իրանին դրոնների դեղորայքի եւ սննդամթերքի փուլային մատակարարումների եզրափակիչ փուլում։ Այս մատակարարումները դարձել են փակ բանակցությունների արդյունք, որոնք տեղի են ունեցել Թեհրանին Ամերիկայի եւ Իսրայելի հասցրած հարվածներից հետո, գրում է Financial Times-ը։ Ավելի վաղ հաղորդվում էր նաեւ Ռուսաստանի եւ Իրանի միջև ռազմական եւ հետախուզական համագործակցության ընդլայնման մասին, ներառյալ մարտական գործողությունները վարելու համար տեխնոլոգիաների եւ տվյալների փոխանցմանը։
Իսկ Թրամփը փորձում է բացատրել, թե ինչու է Իրանը հերքում բանակցությունների փաստը, Իրանը շատ է ուզում կնքել ռազմական գործողությունների դադարեցման համաձայնագիր, բայց վախենում է այդ մասին բարձրաձայնել, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահը, ում խոսքերը հաղորդում է CNN հեռուստաալիքը, ամերիկյան առաջնորդը վստահեցնում է, որ իրանցի ներկայացուցիչները մասնակցում են բանակցություններին, բայց հերքում են դա սպանվելու վախից։ Ինչպես հայտնի է, Թրամփը վերջին մի քանի օրերին համառորեն պնդում է, թե Իրանի եւ Ամերիկայի միջև իբր շարունակվում են բանակցությունները։ Թրամփի խոսքերը հաստատում է Reuters-ը, Իսրայելը հարվածների թիրախների իր ցուցակից հանել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչիին եւ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին այն բանից հետո, երբ Պակիստանը խնդրել է Վաշինգտոնին հարվածներ չհասցնել նրանց ուղղությամբ, այս մասին հայտնում է Reuters գործակալությունը հղում անելով պակիստանցի պաշտոնյային, մեջբերեմ իսրայելցիները ունեին նրանց կոորդինատները եւ ուզում էին ոչնչացնել նրանց։ Մենք ասացինք Ամերիկային, որ եթե նրանց էլ ոչնչացնեք, ապա այլևս մարդ չի մնա, ում հետ հնարավոր կլինի բանակցել։ Ուստի Ամերիկան խնդրել է իսրայելցիներին հետ կանգնել այդ մտքից, հայտարարել է պակիստանցի պաշտոնյան։ Ավելի վաղ Wall Street Journal-ը գրել էր, որ Աբբաս Արաքչին եւ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը ժամանակավորապես հանվել են Ամերիկայի հնարավոր հարվածների թիրախների ցանկից։ Ըստ պարբերականի այս որոշումը կայացվել է ամերիկյան կողմի եւ Իսլամական Հանրապետության ներկայացուցիչների միջև հնարավոր բանակցությունների համար պայմաններ ստեղծելու նպատակով։ Աղբյուրները պնդում են, որ այս բացառությունը արվել է կարճ ժամանակահատվածով 4-5 օրով։ Այս տեղեկությունը շատ նպատակներ կարող է հետապնդել, կտեսնենք, թե մոտ օրերս որ սցենարը կիրագործվի պատերազմի ժամանակ նման լուրերը կարող են լրիվ հակառակ իմաստ ունենալ։ Իսկ Ուկրաինայում պատերազմը շարունակվում է։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը այսօր հայտնում է հակառակորդի տեխնիկայի եւ կենթանի ուժի զգալի կորուստների մասին, ինչպես նաեւ առանցքային ուղղություններով հարձակողական գործողությունների հաջող զսպման մասին։ Ուկրաինական բանակը հաջողությամբ դիմակայում է հակառակորդի ճնշմանը, որն առավել ակտիվորեն հարձակվում է Պոկրովսկի եւ Գուլյայպոլեի ուղղություններով։ Նշվում է, որ ուկրաինական բանակը լոկալ հաջողություններ ունի։ Դեսանտագրոհային զորքերի ստորաբաժանումները շարունակում են ճնշում գործադրել հակառակորդի վրա, կտրելով լոգիստիկ ուղիները Գուլյայպոլեի եւ Ալեքսանդրովսկի ուղղություններով։ Իրավիճակը մնում է լարված, արձանագրվել են հակառակորդի գրոհի փորձեր, որոնք հետ են մղվել։ 3 ռազմաճակատում տեղի ունեցել 158 մարտական բախում, որոնց ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը լիկվիդացրել են եւս 1210 օկուպանտի եւ նրանց 2298 միավոր տեխնիկան եւ սպառազինությունը։ Ուկրաինական գլխավոր շտաբը նաեւ հայտնել է, որ լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր լիկվիդացված օկուպանտների թիվը հասել է 1,292,170-ի։ Ռելիզը ձեր էկրաններին է։ Ընդհանուր առմամբ, ըստ հետախուզական եւ գլխավոր շտաբի տվյալների, ուկրաինական զորքերը շարունակում են թշնամուն հյուծելու մարտավարությունը ռազմաճակատի ամբողջ գծով, չնայած գարնանային հարձակումը սկսելու Ռուսաստանի փորձերին։ Մինչ մեր հաղորդման մյուս թեմաներին անցնելը խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջ խաղացմանը նպաստելու համար։ Խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում։ Հիշեցնեմ նաև, որ օրը 24 ժամ գրեթե կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շուրջ նորությունների մասին մեր Telegram-յան ալիքից, QR կոդը ձեր էկրաններին է։ Ասեմ, որ ռազմաճակատից շատ ողջևորիչ կադրեր ունենք, ներկայացվում է նաև տեղեկատվություն Իրանի մասին, իսկ ես օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ամենօրյա ինձ ցուցաբերած աջակցության համար, ձեր լայքերով եւ մեր եթերները սոցիալական ցանցերում տարածելով շատ եք օգնում, ինչի համար շատ շնորհակալ եմ ձեզ։ Ուկրաինան եւ Ամերիկան տարբեր հայացքներ ունեն ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի վերաբերյալ, եւ դա մի խնդիր է, որի հետ պետք է աշխատել։ Ֆրանսիական Le Monde-ին տված հարցազրույցում ասել է Վլադիմիր Զելենսկին. «Մեջբերեմ, մենք Ռուսաստանի կողմից պատերազմն ավարտելու անկեղծ ցանկություն չենք տեսնում եւ այդ մասին կիսվում ենք գործընկերների հետ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարծում են, որ Պուտինը ուզում է պատերազմի ավարտը։ Այստեղ մենք բացարձակապես տարբեր հայացքներ ունենք։ Մի կողմից ոչ մի սարսափելի բան չկա, նորմալ է, երբ կան տարբեր տեսակետեր, բայց մյուս կողմից, երբ մենք ուզում ենք պատերազմի ավարտը, այս գործընթացի արագացումը, մենք բարձրացնում ենք Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու հարցը», հայտարարել է Զելենսկին։ Նախագահը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը ի վերջո կպարտվի պատերազմում, սակայն միջոցների առկայությունը ագրեսորին հնարավորություն է տալիս շարունակել այն։ Մեջբերեմ, պատմականորեն ռուսները պարտվում են 100%-ով, նրանք հիմա պարզապես սարսափելի քանակությամբ մարդիկ են կորցնում, ամսական 30-ից 35 հազար մարդ։ Ռուսաստանը չի հասցնում մոբիլիզացնել, պայմանագրեր կնքել եւ
եւ հաստատ չի հասցնում վարժեցնել իր մարդկանց, նոր զինվորների մասին է խոսքը։ Նաեւ Զելենսկին հարցազրույցում նշել է այն երկրները, որոնք դիմել են դրոնների հարցով, Ամերիկան դիմել է Ուկրաինային Մերձավոր Արևելքում իրենց բազաների վրա դրոնների հարձակումները հետ մղելու հարցում օգնություն ստանալու համար։ Համապատասխան դիմումներ են ստացվել նաև տարածաշրջանի 6 երկրներից, որոնցից մի քանիսի հետ արդեն համագործակցություն է իրականացվում։ Զելենսկու խոսքով այժմ մենք խոսում ենք որոշ բաների ապագա մատակարարումների մասին, որոնք կան Ուկրաինայում, սակայն ուկրաինական կողմը շահագրգռված է, որ դրա դիմաց ստանա հրթիռներ հակաօդային պաշտպանության համակարգերի համար, այսինքն մենք իրենց օգնենք, իրենք իրենց զենքով մեզ հետ կիսվեն։ Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան դրոններ պատրաստելու համար ավելի շատ արտադրական հզորություններ ունի, քան դրանց արտադրության համար նախատեսված միջոցներ, ուստի շահագրգռված է ինվեստիցիաների մեջ ավելի շատ դրոններ արտահանելու համար։ Միևնույն ժամանակ Թրամփի հետ խնդիրներ ունի ոչ միայն Ուկրաինան, այլև մյուս դաշնակիցները։ Ամերիկան ՆԱՏՕ-ից գաղտնի է պահել զորքերի տեղակայումը։ Պենտագոնը վերջին մի քանի տասնյակ տարվա մեջ առաջին անգամ հրաժարվել է հրապարակել արտերկրում իր զորքերի տեղակայման տեսությունը։ Այս մասին գրում է Պոլիտիկոն, հղում անելով իր աղբյուրներին։ Այս քայլը ներկայիս վարչակազմի ինքնուրույն գործելու եւ գործընկերներին ու կոնգրեսին ռազմական գործողությունների մասին արդեն փաստից հետո տեղեկացնելու միտումների մասին է։ Կարիբյան ավազանում նավերին հասցվող հարվածներից մինչև Իրանի հետ պատերազմը։ Նման որոշումը լուրջ անհանգստություն առաջացրեց Կապիտոլիայում եւ եվրոպական մայրաքաղաքներում, որտեղ պաշտոնյաները Ամերիկայի ռազմական հավակնությունների մասին ավելի հստակ պատկերացման խիստ կարիք ունեն։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները վախենում են, որ հստակ պլանի բացակայությունը կարող է հանգեցնել անցանկալի անակնկալների կանխատեսելիությունից զուրկ ամերիկյան վարչակազմի կողմից, որն ավելի շատ կենտրոնացած է սեփական ռազմական հզորության, քան գործընկերության վրա։ Ավելի վաղ ես իմ եթերներում ձեզ հայտնել էի, որ եվրոպական գործընկերները արդեն գրեթե 1 տարի է ինչ անվստահությամբ են վերաբերվում Թրամփի վարչակազմին եւ իրենց հերթին փորձում են թաքցնել կարևորագույն տեղեկությունը Սպիտակ տնից։ Ըստ մի շարք լրատվամիջոցների Պուտինը չի հայտնվել Կրեմլում անցկացվող հանրային միջոցառումներին Ամերիկայի եւ Իսրայելի կողմից Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի չեզոքացման գործողությունից հետո հաղորդվում է, որ Պուտինը մոտավորապես 26 թվականի մարտի 9-ից դադարել է այցելել Կրեմլ եւ մասնակցել զանգվածային միջոցառումների։ Աղբյուրների տվյալներով հանրային դաշտից անհետանալու որոշման վրա ազդել են այն լուրերը, որ իսրայելական հատուկ ծառայությունները կարողացել են հետևել Խամենեիի տեղաշարժերին, նույնիսկ պաշտպանված օբյեկտներում օգտագործելով կոտրված տեսահսկման համակարգերը։ Ռուսական պաշտոնական կառույցները հերթով չեղարկում են նախատեսված հանդիպումները Պուտինի հետ, ինչը ավելացնում է կասկածները, որ Պուտինը գտնվում է պաշտպանված բունկերներից մեկում։ Կրեմլի մամուլի ծառայությունից նախագահի աշխատանքի ձևաչափի փոփոխության վերաբերյալ անվտանգության նկատառումներով պաշտոնական հաստատումներ չեն եղել։ Այս ֆոնին տեղեկություն է հայտնվել, որ Պուտինը տնտեսական հարցերով խորհրդակցություն է անցկացրել երկրի հիմնական պաշտոնյաների հետ։ Ըստ երևույթին երբեմն այնուամենայնիվ բունկերից դուրս է գալիս, կամ միգուցե միջոցառումը ոչ թե Կրեմլում է անցել, այլ ուրիշ վայրում։ Հետաքրքիր թեմա է, մենք կհետևենք զարգացումներին։ Դժվար իրավիճակում է հայտնվել նաև Պուտինը հպատակ Վիկտոր Օրբանը, Եվրոմիության արձագանքը նրա քայլերին չուշացավ։ Իդեպ Օրբանը համարվում է ոչ միայն Պուտինի, այլև Թրամփի դաշնակիցը, որը նախորդին կոչ էր արել հունգարացիներին քվեարկել Օրբանի օգտին, սակայն Թրամփը հաշվի չէր առել եվրոպացիների եւ հունգարացիների վերաբերմունքը իր անձի նկատմամբ եւ պարզ չէ այդ կոչը կաշխատի Օրբանի օգտին, թե Օրբանի դեմ։ Եվրոպական հանձնաժողովը հետաձգել է Հունգարիայի համար պաշտպանության ոլորտում նախատեսված ծրագրի շրջանակում վարկային ծրագրի հաստատումը կապված Օրբանի կողմից Ուկրաինային օգնության տրամադրելու վրա դրված վետոյի հետ։ Այս մասին հաղորդում է լեհական RMF 24 ռադիոկայանը։ Պաշտոնապես Եվրոհանձնաժողովում նշում են, որ շարունակում են ուսումնասիրել Հունգարիայի 16 միլիարդ եվրոյի վարկ ստանալու հայտը եւ կհաստատեն ծրագիրը, երբ այն լիովին պատրաստ լինի, սակայն ինչպես Բրյուսելում դիվանագիտական աղբյուրներն են հայտնել, Եվրոհանձնաժողովը չի ցանկանում տրամադրել այդ վարկը, քանի որ Օրբանը խախտում է հավատարիմ համագործակցության սկզբունքը եւ արգելափակում է Ուկրաինայի ֆինանսավորումը։ Սա եվրոպական ներքին խոհանոցից էր։
Մինչ Ռուսաստանում մարդիկ սկսել են գործադուլներ կազմակերպել աշխատավարձերի ուշացումների պատճառով, տնտեսական խնդիրները խորանում են Ուկրաինայի կողմից Ռուսաստանին հարվածների ֆոնին, ռուսները խոստովանել են, որ ըստ Լուգա նավահանգստի նավթային տերմինալում ավերածությունների մասշտաբները հսկայական են, ուկրաինական հարվածների հետևանքները ըստ Լուգա նավահանգստի ռուսական նավթային տերմինալի վրա սպասվածից ավելի լուրջ են եղել, խոսքը կարող է գնալ տեղի ենթակառուցվածքների ամբողջական ոչնչացման մասին, այդ մասին են վկայում նավահանգստի ենթակառուցվածքների աշխատակիցների խոստովանությունները։ Միևնույն ժամանակ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը նշել է Ռուսաստանի ստվերային նավատորմի տանկերների քանակը եւ բացատրել է, թե ինչպես են պայքարելու դրանց դեմ։ Մեր տվյալներով Ռուսաստանն այժմ օգտագործում է մոտ 1500 տանկեր արևմտյան տնտեսական պատժամիջոցները շրջանցելու համար, ուստի Ուկրաինան եւ Արևմուտքը ծրագրում են ուժեղացնել ճնշումը դրանց վրա։ Ռուսական ստվերային նավատորմի վրա ճնշման ուժեղացումը, ինչը փաստացի նշանակում է Ռուսաստանին զրկել պատերազմը շարունակելու տնտեսական ռեսուրսից, Ուկրաինայի պատերազմական պլանի նպատակներից մեկն է, եւ Թուրքիայի ափերի մոտ այսօրվա միջադեպը այդ նպատակների դրսևորումն ու հաստատումն է։ Իսկ Ռուսաստանը շարունակում է Ուկրաինային առավելագույն վնաս հասցնելու փորձերը։ Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարության տվյալներով մարտի 26-ի գիշերը Ռուսաստանի զորքերը Ուկրաինայի ուղղությամբ արձակել են 153 հարվածային դրոն, շահեդ, գերան, իտալմաս եւ այլ տեսակների, հակաօդային պաշտպանության ուժերը Ուկրաինայի խոցել եւ ճնշել են դրանցից 130-ը, այսինքն 153-ից 130-ը, արձանագրվել է 16 դրոնի հարված 11 վայրում եւ բեկորների անկում 5 վայրերում։ Մեր եթերի պատրաստման պահին հարձակումը դեռ շարունակվում էր, երկնքում մնում էին թշնամական դրոններ, ուկրաինացի պաշտպանները հսկում են երկինքը, զրկելով ագրեսորին իր ծրագրերը իրականացնելու հնարավորություններից։ Հետաքրքիր լուր Հայաստանից վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հանրապետության տոնին մայիսի 28-ին Երևանում կկազմակերպվի վերջին տարիներին ձեռք բերված նոր զինտեխնիկայի ցուցադրություն։ Մենք մեծ հետաքրքրությամբ իհարկե կհետևենք, թե ինչ կցուցադրվի, չնայած դա չի լինելու դասական շքերթ, ինչպես հայտարարվում է, այլ ավելի շուտ բանակի արդիականացման ձեռքբերումների հանրային ներկայացում է լինելու։ Հետաքրքիր է ով է թիրախային աուդիտորիան, ում է ավելի շատ հասցեագրված զենքի ցուցադրումը։ Հուսանք օրը գա պարզ կլինի։ Այսքանով ավարտեմ մեր 5-շաբթի օրվա եթերը, շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, խնդրում եմ չմոռանալ լայքել մեր հաղորդումը եւ հնարավորության դեպքում կիսվել սոցիալական ցանցերում, իսկ նրանց, ովքեր դեռ բաժանորդագրված չեն մեր ալիքներին, խնդրում եմ ստուգեք եւ անպայման բաժանորդագրվեք, դա շատ է օգնում մեզ։ Ձեզ մաղթում եմ ամենայն բարիք, հուսամ կհանդիպենք արդեն վաղը նոր եթերում, բարով մնաք եւ ամենագլխավորը անփորձանք։